Պատասխանատու է եպիսկոպոսատ ժողովը։ Մենք իրավունք չունենք վերադառնալու մեր թեմերը առանց բարի լուրին։ Լավատես էր վեհափարի հրաժարականը պահանջող Հովնան arczepiskopոսը մինչև Ավստրիա մեկնելը։ Նա եպիսկոպոսական հավաքի էր գնում ահեղ հարցադրումներով ու դրանց պատասխանները ստանալու վստահությամբ։ Ակնկալություն ունենք հստակ պատասխաններով վերադառնալու։ Մենք մեր եկեղեցին կուզենք տեսնել կանոնական ընթացքի մեջ։ Կաթողիկոսի կուսակրոնության ուխտը խախտելու, նրա եղբոր գործակալ լինելու, հոգևորականներին ցույցերի մասնակցությանը պարտադրելու հարցերից մինչև միանձնյա կառավարման մեղադրանքներ։ Հովնան Սրբազանը, որ Փաշինյանի հետ եկեղեցու բարենորոգում էր սկսել, այժմ միացել է այն հայտարարությանը, որ տարածվեց կեսգիշերին մոտ Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքից, մասնակից բոլոր 25 arczepiskopոսների ու եպիսկոպոսների անունից։ Վերահաստատում են հավատարմությունը Էջմիածնին ու ամենայն հայոց կաթողիկոսին։ Հայաստանի իշխանություններին կոչ են անում դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, հարգել դարերով ամրագրված ինքնավարությունը։ Վերջ դնել շինծ ու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր ամենայն հայոց հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված 4 սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև եկեղեցունի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, գործել բացառաբար Հայաստանի սահմանադրությամբ։ Եպիսկոպոսական հավաքի մասնակիցները հարցերը երկխոսությամբ լուծելու հույս ունեն։ Գրել են զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։ Դիմել են նաև Փաշինյանին միացած եպիսկոպոսներին, միայն թե նրանց թիվն այս հայտարարությունում արդեն կրճատված է 2-ով։ Ենթադրաբար բարենորոգողների ցանկից հանել են Հովնան arczepiskopոսին, որի անունը վեհափարին աջակցող այս հայտարարության տակ է, եւ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, նրան մայրաթոռը կարգալույծ էր հռչակել։ Հորդորում ենք խոտորյալ 8 սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի եւ ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել եւ լուծել բացառապես եկեղեցու լիազոր ատյաններում, ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ճլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից։ Արերեսում իրականությանը, ճշմարտությանը չկա։ Այսօրվա իրականության հետ ոչ մի կապ չունեցող տեքստ է, ոչ մի անդրադարձ Արշակ Սրբազանին վերագրվող սեռական սկանդալի, եկեղեցու քաղաքականացման հարցերին, ասում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Ներկայացված էր ամեն ինչ գլխի վայր։ Այսինքն իբր թե եկեղեցին այսպես, եկեղեցական իշխանությունը, ղեկավարությունը իր համար խոնարհությամբ զբաղվում է իր առաքելությամբ, բայց այդ պետությունները հանգարում են, չեն թողում ինքը իր առաքելությունը իրականացնել։ Հայտարարությունն ընդհանուր առմամբ Սարոյանը խիստ կասկածելի է համարում։ 25 հոգու անուն է շարված տեքստի տակ, ստորագրություններ չկան։ Նա վստահ չէ, որ բոլորն են ծանոթ տեքստին, ասում է, այդպիսի ձեռագիր ունի մայրաթոռը։ Այս տեսակ տեքստեր մենք շատ ենք տեսել, երբ որ ժողովից հետո կամ ժողովից առաջ արդեն իսկ պատրաստված էր եւ մնացածը պետք է համաձայնեցվեր, շատ հաճախ չէին համաձայնեցվում։ Ավստրիայի հավաքի մասնակիցները նաև անընդունելի են համարել մեջբերում արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում։ Հարցերը գրել են պետք է լուծել եպիսկոպոսական ժողովներում, այնինչ հրավիրվեց Սանկտ Փյոլթենում ու շարունակվեց 3 օր, նույնպես պիտի եպիսկոպոսական ժողով լիներ, բայց այն վերածվեց հավաքի առանց որոշումներ ընդունելու լիազորության, քանի որ կաթողիկոսը 6 եպիսկոպոսների հետ մեղադրյալ դարձավ երկիրը լքելու արգելքով։ 25 եպիսկոպոսների հայտարարությունում նաև պատասխան կա իշխանականների մեղադրանքներին, թե վեհափարն ու հոգևոր վերնախավը օտար երկրին են ծառայում, գործակալներ են, նույնիսկ կաթողիկոսական գահն են ուզում տեղափոխել։ Հայոց եկեղեցին չի ծառայել եւ չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարգ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը եւ ազգային ինքնության պահպանությանը։ Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդը բարենորոգման օրակարգին միանալու իր հիմնավորումներում վեհափարի դիրքորոշումը հակապետական էր որակել, ի թիվս մի շարք այլ մեղադրանքների։ Ինչ փոխվեց Վիեննայում Հովնան arczepiskopոսին ուղված մեր զանգերը անպատասխան մնացին, իսկ բարենորոգման օրակարգը շարունակող Սարոյանը թիմակցի կտրուկ շրջադարձը մեկնաբանել չի կարող, նույնիսկ վստահ չէ, որ շրջադարձ է եղել։ Այն հանգամանքը, որ Հովնան Սրբազանի անունը կա, բայց չկա որևէ ստորագրություն, կասկածի տեղիք է տալիս։ Ես այս տեսակ հայտարարություններին լուրջ չեմ վերաբերում։ Բարենորոգման խորհրդի անդամները վստահ էին, որ Հովնան Սրբազանը Վիեննա է մեկնում միայն իրենց օրակարգով։
Ժողովից առաջ էլ այն մարդիկ, ում հետ կապի մեջ է Օգնա Սրբազանը, իրենց փոխանցվել է, որ ես հավատալու եմ այն ամենին, ինչ որ մինչև այս խորհուրդը արել է եւ խորհրդի հետ եմ։ Եվ ես գնում եմ այս ժողովին իմ բարձրացրած հարցերը, գիտեք, ամենածանր մեղադրանքներն է բարձրացրել, գնում եմ հետապնդելու համար այդ մեղադրանքները։ Հիմա ես ներկա չեմ եղել, չեմ կարող ասել իրոք հետապնդել է թե չէ։ Ըստ հավաքի մասնակիցների անունից տարածված հաղորդագրության, Հովնան arczepiskoposը Վիեննայի հավաքին ելույթ է ունեցել եկեղեցու առաքելությունն արդի ժամանակաշրջանում ու արկա մարտահրավերները հայրենիքի ու սփյուռքի մեջ թեմայով։ Արդյոք Սրբազանը հաջողացրել է այս զեկույցի շրջանակներում շոշափել ինտիմ տեսանյութի, վեհափառի դուստր ու ԿԳԲ-ական եղբայր ունենալու հարցերը։ Գուցե ստացել է այս հարցերի սպառիչ պատասխանն ու այդ պատճառով է նրա անունը հայտնվել հայտարարության տակ։ Այս հարցերի պատասխանը անհայտ է։ Եպիսկոպոսական հավաքի հայտարարությանն առայժմ չի արձագանքել նաև եկեղեցու բարենորոգման արշավի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարությունում ի դեպ մի հիշեցում կա. հայոց եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է։